Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 12։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդի համար, որ թլպատվում է, թե նա պարտական է բոլոր օրենքը կատարելու, Գաղատացիս 5-րդ գլուխ 3-րդ խոսք։ Նախ Աստծո հետ հանդիպելիս ճշմարտության որևէ խոսք կամ Աստծո նախախնամության տնօրինություն մարդուն հասցնում է սարսափելի վիճակի մեծ խռովություն առաջացնելով նրա հոգում։ Ոմանց սրտերը խոցվում են, իսկ ոմանք դողալով ընկնում են։ Այդ խռովությունն այնպիսին է, որ մարդը հայտնվում է անելանելի դրության մեջ։ Պողոսն ասում է. «Տեր, ինչ ես կամենում, որ անեմ»։ Գործք 9-րդ գլուխ 6-րդ խոսք։ Իսկ բանտապահը ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Գործք 16-րդ գլուխ 30-րդ խոսք։ Երկրորդ, մարդը պատրաստ է ընդունել փրկությունն ու Աստծո բարեկամությունը ցանկացած պայմանով, ինչպես ենթադրում է այդ հարցը. «Ինչ պիտի անեմ»։ Ասես նա ասում է. «Ինչ կկամենաս, որ չանեմ, ինչից կկամենաս, որ հրաժարվեմ, կամ ինչ կկամենաս, որ կրեմ հանուն քեզ»։ Երրորդ, մարդը ընդունում է Քրիստոսի և նրա առաջարկած պայմանը։ Չորրորդ, նա անմիջապես նույն շահն ու նպատակը ձեռք է բերում սրբերի հետ, միանալով նախկինում հալածող այդ համայնքին, պատվելով նրանց, ում առաջ հալածում էր, և բոլոր վտանգների պայմաններում միանալով ու հարատևելով նրանց հետ Քրիստոսի դավանության մեջ։ Նրանք, որոնց հետ Տերն այդպես է վարվել, շատ հիմքեր ունեն վկայելու, որ իրենց մեջ գործել է Աստծո Հոգու շնորհալի ներգործությունը։ Հավանական է, որ նրանցից շատերը կարող են իրենց դարձի սկիզբը կապել որևէ որոշակի ժամանակի, խոսքի կամ նախախնամական տնօրինության հետ և պատմել, թե ինչ է տեղի ունեցել Աստծո և իրենց միջև, ինչպես նաև ինչ զգալի փոփոխություն է հաջորդել իրենց կյանքում այդ պահից սկսած։ Ինչպես Պողոսն է հետագայում մանրամասն պատմում, թե ինչպես Աստված գործեց իր կյանքում և առաջնորդեց իրեն։ Երբեմն Տերն այս գործը առաջ է տանում ավելի խաղաղ, մեղմ և դյուրին կերպով, այն երկարաձգելով այնպես, որ մարդկանց հոգևոր փորձառության տարբեր փուլերը հստակորեն նշմարելի են լինում։